Քրիստոս հարյավ իմերելոց եւ համբարձավ փառոկար հայր։ Հանուն հոր եւ որդվո եւ ոգին սրբո ամեն։ Եվ երբ նա դուրս եկավ, Հիսուս ասաց. այժմ մարդու որդին փառավորվեց եւ Աստված փառավորվեց նրանով, քանի որ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով եւ իսկույն կփառավորի նրան։ Որդյակներս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ, ինձ պիտի փնտրեք եւ ինչպես ասացի հրյաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ այժմ, այդ ձեզ էլ եմ ասում։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. Տեր, ուր ես գնում։ Հիսուս պատասխանեց. ուր ես գնում եմ, դու այժմ իմ ետևից չես կարող գալ, բայց հետո կգաս իմ ետևից։ Պետրոսը նրան ասաց. Տեր, ինչու այժմ չեմ կարող գալ քո ետևից, այժմվանից իսկ իմ կյանքը քեզ համար կտամ։ Հիսուս պատասխանեց. ինձ համար կյանքդ կտաս, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու 3 անգամ ինձ ուրացած կլինես։ Ապա Հիսուս ասաց իր աշակերտներին. թող ձեր սրտերը չխռովեն, հավատացեք Աստծուն, հավատացեք եւ ինձ, իմ հոր տան մեջ բազում օթևաններ կան, թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, եւ եթե գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինեք։ Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք եւ ճանապարհը։ Թովմասը նրան ասաց. Տեր, չգիտենք ուր ես գնում, ուրեմն ինչպես կարող ենք գիտենալ ճանապարհը։ Հիսուս նրանց ասաց. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք եւ իմ հորը, այսուհետև կճանաչեք նրան եւ տեսել եք նրան։ Փիլիպոսն ասաց նրան. Տեր, հորը մեզ ցույց տուր եւ այդ բավական է մեզ։ Հիսուս նրան ասաց. այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպոս, եւ ինձ չճանաչեցիր, ով ինձ տեսավ հորը։ Իսկ դու ինչպես ես ասում, թե հորը ցույց տուր, հորը մեզ ցույց տուր։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրի մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձանից չեմ խոսում, այլ հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է անում գործերը։ Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ եւ հայրի մեջ։ Եթե ոչ գոնե գործերի համար հավատացեք ինձ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, եւ դրանցից ավելի մեծերը կանի, որովհետեւ ես գնում եմ հոր մոտ։ Եվ ինչ որ ուզեք իմ անունով, այն կանեմ, որպեսզի հայրը փառավորվի որդու միջոցով։ Տեր Հիսուս Քրիստոս ասում է. նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց։ Եթե դուք ասում եք միմյանց սիրեք, դրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Այսինքն Քրիստոս մի չափանիշ է տալիս, որով պիտի երևա, մենք Քրիստոսի աշակերտներն ենք, թե Քրիստոսի աշակերտները չենք։
մենք քրիստոնյաներ ենք, թե քրիստոնյաներ չենք։ Մենք իրականում քրիստոնյա ենք, թե մեզ թվում է, թե մենք քրիստոնյա ենք։ Մենք մեզ համարում ենք քրիստոնյա, բայց իրականում քրիստոնյա չենք։ Այդ բանը հասկանալու համար Քրիստոսն ասեց՝ պիտի սիրեք իրար։ Այս ճանապարհով պիտի իրավացվի, որ դուք իմ աշակերտներն եք։ Եթե դուք սիրում եք իրար, ուրեմն ճշմարտապես իմ աշակերտներն եք։ Եթե չեք սիրում իրար, ուրեմն այստեղ հարց կա։ Դուք իմ աշակերտներն եք, թե իմ աշակերտները չեք։ Ուրեմն այստեղ Քրիստոս մեզ թողնում է մտածելու տեղ։ Արդյոք մենք սիրում ենք։ Մեզ հեշտ է ասել, եւ հաճախ մենք առանց մտածելու լուրջ ասում ենք սիրում ենք իրար, սիրում ենք Աստծուն։ Իսկ ինչ է սերը։ Սերը զոհողություն է։ Սերը զոհաբերություն է։ Ասում է Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատա, չկորչի, հապա հավիտենական կյանք ունենա։ Այս է սերը։ Աստված իր միածին որդուն զոհաբերեց մեր փրկության համար։ Աստծո սերը մեր նկատմամբ երևաց մեր Տեր Հիսուս Քրիստոսի զոհաբերությամբ, որ խաչի վրա կատարվեց։ Քրիստոս մեր փրկության համար, մեր սիրո համար ինքն իրեն զոհաբերեց։ Եվ Քրիստոս ասում է ավետարանում, ավելի մեծ սեր, քան մեկը ինքն իրեն զոհաբերի իր սիրելիների համար չկա։ Ուրեմն սերը ենթադրում է զոհաբերություն։ Եվ սերը հասկանալու, ընկալելու համար մենք պիտի հասկանանք, մենք պատրաստ ենք զոհաբերության։ Հանուն իրար, հանուն մեր սիրելիների, մեր ընտանիքի անդամների, մեր եղբայրների ու քույրերի, մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի, մեր ազգի, մեր ժողովրդի, մեր հայրենիքի, մենք պատրաստ ենք զոհաբերության։ Եթե պատրաստ ենք, իրականում պատրաստ ենք, ուրեմն սիրում ենք իրար։ Եթե պատրաստ չենք, ուրեմն մեզ թվում է, որ սիրում ենք իրար։ Եվ հաջորդ հատվածի մեջ հենց այդ էր երևում։ Քրիստոսն ասեց, ես գնում եմ, բայց դուք իմ հետևից դեռ գալ չեք կարող։ Պետրոսն ինչ է ասում, ասում է, Տեր, ուր էլ լինի, ես հիմիկվանից քո հետևից կգամ։ Քրիստոսն ասում է, հիմա չեք կարող գալ, բայց հետո կգաք։ Պետրոսն ասում է, չէ, ես հենց հիմա քո հետևից կգամ։ Կյանքս տալու էլ լինի, կտամ կյանքս։ Պատրաստ էր Պետրոսը զոհաբերության, թե պատրաստ չէր։ Իրականում սիրում էր Պետրոսը, թե իրեն թվում էր, թե սիրում է։ Ավետարանի ընթացքը ցույց է տալիս, որ Պետրոսը դեռ պատրաստ չէր։ Դրա համար Հիսուսն ասում է, հիմա չես կարող գալ իմ հետևից, հետո դու կգաս իմ հետևից, բայց հիմա դեռ դու չես կարող գալ։ Պետրոսն ասում էր, չէ, ես կգամ։ Եվ Հիսուսն ասեց, հենց այս գիշեր աքաղաղը չկանչած դու ինձ 3 անգամ կուրանաս։ Ինչու՞։ Որտեվ Պետրոսը դեռ պատրաստ չէր զոհաբերության։ Պետրոսին ասեցին, դու էլ Քրիստոսի աշակերտներից ես, վախեցավ։ Ասեց, չէ, ես իր աշակերտներից չեմ։ Պատրաստ չէր ասելու, այո, ես էլ Քրիստոսի հետևորդն եմ, ես էլ Քրիստոսի աշակերտն եմ, արեք ինձ հետ ինչ ուզում եք, ես Քրիստոսից չեմ բաժանվելու։ Այս Պետրոսի օրինակը լավ օրինակ է մեզ համար։ Քրիստոս մեզ բոլորից ասում է, դուք կարող եք գալ իմ հետևից, բայց ձեզանով չեք կարող գալ, ձեր որոշումով չեք կարող գալ միայն, ձեր ուզելով միայն չեք կարող գալ։ Ասում է, ես պիտի ձեզ ձգեմ, որ դուք կարողանաք գալ։ Աստված մեզ այդ հնարավորությունը տվել է իրան գալու։
Եվ առաքյալները այդ հնարավորությունը ստացան, երբ հոգեգալստի ժամանակ, երբ Սուրբ Հոգին իջավ իրենց վրա, Քրիստոսն ասել էր նստեք Երուսաղեմում, մինչև վերևից զորություն ստանաք։ Եվ այդ զորությունը ստացան եւ արդեն անվարան գնացին Քրիստոսի հետևից։ Պատրաստ եղան զոհաբերելու իրենց կյանքերը հանուն Քրիստոսի։ Քրիստոսն ասում է. ես գնում եմ, դուք գիտեք եւ ճանապարհն էլ գիտեք։ Փիլիպոսն ասում է. Տեր, չգիտենք ուր ես գնում, ոնց կարող ենք ճանապարհն իմանալ։ Եվ Քրիստոսն ասում է. ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Որևէ մեկը չի կարող գնալ հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Ուր պիտի գնա Քրիստոս։ Հոր մոտ պիտի գնա։ Ուր պիտի գնա քրիստոնյան։ Հոր մոտ պիտի գնա։ Ուրիշ տեղ չունենք գնալու։ Մեր կյանքի ճանապարհը, մեր կյանքի ճանապարհի նպատակակետը պիտի լինի հոր մոտ գնալը։ Երկնքի արքայության գնալ, երկնքի արքայություն գնալը, Աստծո հետ միավորվելը։ Սա պիտի լինի, ուրիշ ճանապարհ չունենք։ Եթե մենք ուրիշ ճանապարհներ ունենք, ուրեմն մենք սխալ ճանապարհի վրա ենք։ Քրիստոսն ասեց. ես եմ ճանապարհը, մեկ ճանապարհ կա, որ տանում է դեպի հոր մոտ։ Ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը։ Մենք ճշմարտություն ենք ման գալիս այս աշխարհի մեջ։ Ասում ենք, որն է ճիշտը, որն է սխալը, որն է բարին, որն է չարը, եւ չենք կարողանում կողմնորոշվենք։ Ում հետևից գնանք, ում հետևից չգնանք, ում մերժենք, ում ընդունենք։ Չենք կարողանում կողմնորոշվել։ Ինչու՞։ Որովհետև մեկ է ճշմարտությունը, Տեր Հիսուս Քրիստոս։ Մեկ է կյանքը, Տեր Հիսուս Քրիստոս։ Եվ մենք այդ ճշմարտությունն ու կյանքը ոչ թե այս աշխարհի մեջ պիտի փնտրենք, այլ ավետարանի մեջ պիտի փնտրենք։ Քրիստոսի խոսքերի մեջ պիտի փնտրենք։ Երբ աշակերտների մի մասը գայթակղվեցին, հեռացան, Հիսուսն ասեց. դուք եք ուզում ինձանից հեռանալ։ Պետրոսն ասեց. ուր գնանք, Տեր։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Քո խոսքը կյանք է, մենք ուր գնանք քեզանից։ Բայց այսօր մենք թողել ենք Քրիստոսին եւ աշխարհի մեջ փնտրում ենք կյանք, ճշմարտություն, ճանապարհ։ Գոնե մարդկության փորձը առաջի օրերից մինչև այսօր մեզ պիտի սովորեցնի, որ ուրիշ ճանապարհ չկա, ուրիշ ճշմարտություն չկա, ուրիշ կյանք չկա Քրիստոսից զատ։ Եդեմի պարտեզում, երբ մարդը մտածեց, թե կա ուրիշ ճշմարտություն եւ ականջ կախեց սատանային, սխալվեց եւ ընկավ ճանապարհից։ Սատանան ասեց, ես քեզ ճանապարհ ցույց կտամ Աստված դառնալու, Աստծո մոտ գնալու, Աստվածանալու, բայց խաբեց։ Քրիստոսն է այդ ճանապարհը ցույց տալիս։ Եվ մարդը ընկավ, մարդը շեղվեց, մարդը խոտորվեց, մարդը մտածեց, թե ինքն իր ուժերով կբարձրանա երկինք եւ սկսեց աշտարակ կառուցել Բաբելոնում։ Խափանվեց, խաթարվեց մարդկային ծրագիրը։ Աստված արդեն այդ աշտարակը կառուցել էր մարդուն երկինք տանելու։ Ինչն էր այդ աշտարակը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչն էր, բայց մարդը խաչը մերժած, ինքը ուզում է իր համար երկինք գնալու աշտարակ կառուցի եւ մինչեւ այսօր ուզում է կառուցի։ Մինչեւ այսօր ոչ վաղ անցյալում խորհրդային պետության մեջ, որ ապրում ենք, մարդկանց երկնքի արքայություն էին խոստանում։
խորհրդային կոմունիզմ կոչվածը, դա երկնքի արքայությունն էր։ Բայց առանց Աստծո, ասում են մենք կկառուցենք այդ ճանապարհը, որը մեզ պիտի տանի երանության, երջանկության, կյանքի պիտի տանի։ Չկա, չի կարող լինել։ Քրիստոսն ասում է միակ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը ես եմ, ինձանից դուրս չկա։ Մենք այսօր խաթարված ազգովին եւ ոչ միայն մեր ազգը, այլ ամբողջ աշխարհը ճանապարհ, ճշմարտություն, կյանք է փնտրում։ Բայց ավետարանի մեջ չենք փնտրում։ Ավետարանից դուրս ենք փնտրում, չենք գտնելու։ Մեր փնտրտուքը, եթե ավետարանի մեջ չի, ի սկզբանե դատապարտված է ձախողման, որտեվ իզուր է լինելու, ունայն է լինելու, տեղ չի հասնելու, որտեվ Քրիստոսն ասել, մենակ իմ միջոցով կարող եք հասնել հորը, ուրիշ կերպ չկա հորը հասնելու, ուրիշ կերպ չկա երկինք գնալու։ Ձեր անձերով չեք կարող, ինչպես Պետրոսն էր ուզում իր անձով հետևել Քրիստոսին։ Ես պիտի ձեզ ձգեմ, ես պիտի ձեզ զորացնեմ, ես պիտի ձեզ առաջնորդեմ։ Իսկ մարդկությունը Աստծուն մոռացած, Աստծուց հեռացած, Աստծուն մերժած, դարեր շարունակ փորձում է ինքն իրենով հասնել տեղ։ Ինքն իրենով ինչի պիտի հասնի։ Պետրոսի ուրանալուն, ուրիշ տեղ չկա։ Ուրացության պիտի հասնի, ունայնության պիտի հասնի։ Երբ Փիլիպոսն ասում է հորը մեզ ցույց տուր եւ բավական է, Քրիստոս մի նախադասություն է ասում, որի մեջ զարմանք կա։ Ասում է Փիլիպոս, այսքան ժամանակ ձեզ հետ եմ, դու ինձ չճանաչեցիր, դու չհասկացար, որ ես ու հայրը մեկ ենք, հայրը իմ մեջ է, ես հոր մեջ եմ, ով ինձ տեսավ, արդեն հորը տեսավ։ Այստեղ էլ մտածելու տեղ կա։ Ինչն է, 3.5 տարի Փիլիպոսը եւ մյուս աշակերտները Քրիստոսի հետ էին, Քրիստոս իրենց կրթում էր, դաստիարակում էր, սովորեցնում էր, խրատում էր, Քրիստոսի գործած գործերն ու հրաշքներն էին տեսնում։ Եվ այդքանը տեսնելուց հետո դեռ չեն ճանաչել։ Այս ինձ մտածելու տեղիք է տալիս։ 40 տարի է եկեղեցի են գալիս, մոտավորապես։ Պատարագի ենք մասնակցում, ավետարան ենք կարդում, հաղորդություն ենք ստանում։ Տեսել ենք Քրիստոսին, թե չենք տեսել։ Ճանաչել ենք, թե չենք ճանաչել։ Ուրեմն չենք տեսել, եթե չենք սիրում միմյանց։ Հատվածի վերջում Քրիստոսն ասում է, ով որ ինձ հավատա, ավելի մեծ գործեր կանի, քան ես եմ արել։ Մենք ավելի մեծ գործեր կարողանում ենք անել։ Մենք այդ գործերի նմանությունը չենք կարող անենք։ Ուրեմն մենք չենք տեսել, ուրեմն մենք չենք ճանաչում, մեզ թվում է, թե տեսել ենք։ Տեսնել ասելով ի նկատի ունի ճանաչել, որտեղ ասում է տեսնելով կտեսնեք, բայց չեք տեսնի։ Լսելով կլսեք ու չեք լսի։ Մենք լսել ենք Քրիստոսի խոսքը։ Քրիստոսի խոսքը մեզ կյանք տվել է, մենք տեսել ենք Քրիստոսին։ Քրիստոսին տեսնելը մեր կյանքը փոխել է, մեզ սիրով է լցրել, մեզ Քրիստոսի ճշմարիտ աշակերտ լինելու, Քրիստոսի գործերը գործելու այդպիսին է դարձրել։ Ինչն է այդպիսին դարձնում։ Քրիստոսի ներկայությունը մեր մեջ,
ասում է ես ձեզ մեջ կբնակվեմ եւ դուք կանեք այն ինչ որ ես եմ արել ու ավելի մեծերը կանեք երբ Քրիստոս եկավ բնակվելու մեր մեջ հոգե գալստյանը վաղնա հոգե գալուստը ահա ում մեջ կգա ով որ սпасելա եթե մենք չենք սпасել հոգե գալստյանը եթե մենք մեր համար մեր կենցաղով մեր ընթացքով ապրելով եկել հասել ենք մինչև հոգե գալստյան օրը հազիվ թե հոգե գալստյան օրը մեզ այցելի Սուրբ Հոգին աշակերտները սպասում էին Քրիստոսն ասեց նստեք Երուսաղեմում եւ սպասեք եւ իրենք վերնատանը աղոթքով սպասում էին եւ եկավ մենք աղոթքով սպասել ենք Սուրբ Հոգու գալստյանը կամ սպասում ենք Սուրբ Հոգու գալստյանը Քրիստոս հարյավ իմերելոց եւ համբարձավ փառոկար հայր օրհնյալ է հարությունն ու համբարձումը Տեր Հիսուս Քրիստոսի ամեն